Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Հնարագետ աղվեսը։ Մի անգամ առյուծը ծանր հիվանդացավ։ Օրեցօր նրա վիճակը վատանում էր, վերջը նա այնքան թուլացավ, որ դժվարանում էր դուրս գալ իր որջից։ Ամենից շատ աղվեսն էր ցավում առյուծին։ Երբ առյուծը առողջ էր, աղվեսը միշտ պտույտ էր գալիս նրա սեղանի շուրջը և համեղ պատառներ ստանում։ Իսկ հիմա ստիպված ինքն էր իր համար ուտելիք ճարում։ Բայց դա այնքան էլ հեշտ չէր։ Կերակրվելով առյուծի սեղանի փշրանքներով, աղվեսը բոլորովին մոռացել էր որս անելը։ «Պետք է մի հնար գտնել», մտածեց աղվեսը, թե չէ սովից կմեռնեմ։ Եվ մտնելով առյուծի որջը, նա գլուխ տվեց ու ասաց. «Ով աշխարհի հովանավոր, դուք բոլորովին չեք մտածում ձեր սրբազան անձի մասին։ Հրամայեցեք, որ ձեր հպատակները ձեզ համար ճագարներ, բառեքներ ու կաքավներ բերեն, այն ժամանակ դուք իսկույն կկազդուրվեք»։ Առյուծը ծանր տնքաց ու ասաց. «Երեկ ինձ մոտ էր չինացի նշանավոր բժիշկը։ Նա ասաց, որ իմ հիվանդությունը կբուժվի միայն այն ժամանակ, երբ ես էշի ուղեղ ուտեմ»։ «Եթե այդպես է, բա էլ ինչի եք սպասում», բացականչեց աղվեսը։ «Ուղեղը դուք կերեք, մնացածն էլ ես կուտեմ ու երկուսս էլ կկշտանանք»։ «Դժբախտությունն էլ հենց այն է», ասաց առյուծը, «որ մեր ջունգլիներում էշեր չեն լինում և ոչ ոք չգիտի ինչպես գայթակղել նրանց ու այստեղ բերել»։ «Ես կօգնեմ», ասաց աղվեսը, «նստեք քարայրի շեմքին և սպասեք ինձ ու էշին»։ Աղվեսը վազ տվեց մոտիկ գյուղը և տեսնելով էշին ասաց. «Լսիր, էշ քեռի, ինչի՞ց է, որ այդպես տխուր տեսք ունես»։ «Իսկ ինչի՞ց վրա ուրախանամ», տխուր ասաց էշը։ «Գիշեր-ցերեկ աշխատում եմ, կիսաքաղց ապրում, իսկ շնորհակալության փոխարեն միայն ծեծ եմ ստանում տիրոջիցս»։ «Դե որ այդպես է, էլ ինչու ես մնում այդպիսի տիրոջ մոտ», ասաց աղվեսը։ «Դու պետք է հենց հիմա փախչես, ազատվես նրանից»։ «Ոչ մի տեղ էլ չեմ գնա», տխուր ասաց էշը։ «Բոլոր տերերն էլ մեկ են, բոլորն էլ ծեծում են ինձ ու սոված պահում, երևում է, որ էշերիս ճակատագիրն այսպիսին է»։ Լսելով էշի բողոքը, աղվեսն ասաց. «Վա, միթե չգիտես, որ ջունգլիներում մի սքանչելի մարգագետին կա։ Ախ, ինչ մարգագետին է։ Կլոր տարին ծածկված է քաղցր ու հյութալի խոտով, այնտեղ մշտապես երգում ու թռչկոտում են թռչունները։ Կեսօրին, մանավանդ երբ արևը այրում է, մարգագետնի բնակիչները թաքնվում են մի մեծ զով քարայրում։ Արի գնանք, այնտեղ մինչև քո կյանքի վերջը դու երջանիկ կապրես»։ Լսելով այդ խոսքերը, էշը ուրախ բացականչեց. «Շնորհակալ եմ, աղվես, ինձ շուտ տար այդ մարգագետինը»։ Եվ էշն ու աղվեսը գնացին դեպի ջունգլիները։ Երբ հասան անտառ, աղվեսն ասաց. «Ամենից առաջ, էշ քեռի, ես ուզում եմ քեզ ցույց տալ քարայրը, որտեղ դու կարող ես շոգից պատսպարվել, արի իմ հետևից»։ Եվ նա էշին տարավ ջունգլիների տիրոջ բնակարանը։ Հենց որ էշը առյուծին տեսավ, 4 ոտքն էլ փոխ առավ ու փախավ։ Առյուծը նետվեց նրա հետևից, բայց չկարողացավ բռնել։ Երբ էշը կորավ աչքից, առյուծը զայրացած հարցրեց. «Բա ինչ անենք հիմա։ Ուրեմն ես այդպես էլ երբեք չեմ առողջանալու»։ «Մի վշտացեք, տերիմ», ասաց աղվեսը, «ես կփորձեմ նորից խաբել էշին, միայն աղաչում եմ ձեզ, նստեցեք քարայրի մուտքի մոտ ու քանի դեռ էշը չի մոտեցել ձեզ,
չշարժվեք տեղից։ Եվ աղվեսը կրկին վազեց գյուղ, տեսնելով էշին, նա կեղծ զարմանքով ասաց. «Ինչ պատահեց քեզ, էշ քեռի, ինչու փախար»։ «Վահ, միթե չտեսար քարայրի մոտ նստած առյուծին, ես բոլորովին այդպիսի գազանի հետ հանդիպելու ցանկություն չունեմ»։ «Ախ, ինչ շշմածն եմ ես», սկսեց ստել աղվեսը։ «Ոնց մոռացա առաջուց քեզ ասել, որ քարայրի մուտքի մոտ առյուծի խրտվիլակ կա դրված»։ «Խրտվիլակ»։ Զարմացավ էշը։ «Իսկ ինչի համար է այդ խրտվիլակը»։ «Որպեսզի ձեզ էշերիդ ոչ ոք չկարողանա վնասել, չէ որ ոչ մի գազան առյուծին տեսնելով չի համարձակվի մտնել քարայր։ Բոլոր ավանակները կարող են այնտեղ իրենց լրիվ ապահով զգալ»։ Այ դա լավ բան է, ուրախացավ էշը, որ այդպես է, գնանք։ Եվ էշը նորից սլացավ աղվեսի հետևից։ Քարայրի շեմքին նա տեսավ անշարժացած առյուծին և համարձակ առաջ գնաց, բայց հենց որ մոտեցավ առյուծին, առյուծն այնպես բամփեց գլխին, որ խեղճ ավանակը տեղն ու տեղը սատկեց։ «Ահա», ասաց առյուծը, «գլխավորը կատարված է, հիմա ես գնամ լվացվեմ, իսկ հետո կուտեմ նրա ուղեղն ու կառողջանամ»։ Եվ առյուծը գնաց գետափ։ Մնալով մենակ, քաղցած աղվեսը սկսեց պտտվել սատկած էշի շուրջը։ «Հիմա ես կուշտ կուտեմ», ուրախացավ նա։ Հետաքրքիր է իմանալ, էշի որ մասն է ավելի համեղ, ես կարծում եմ ազդրը։ Իսկ գուցեև կուրծքը։ Ոչ, խնդրեմ, էշի ամենահամեղ տեղը լյարդն է։ Բայց ինչ եմ ասում, պարզ է, որ ամենահամեղը էշի ուղեղն է։ Դրա համար էլ հենց բժիշկը խորհուրդ է տվել առյուծին էշի ուղեղ ուտել։ Իսկ ես, խղճուկս, չեմ էլ իմանում, թե դա ինչ համ ունի։ Այ քեզ դժբախտություն, մի քիչ չփորձեմ հլա, իմանամ ինչ համի է։ Այսպես խոսելով, աղվեսը մոտեցավ սպանված էշին և ինքն էլ չիմացավ, թե ինչպես ամբողջ ուղեղը կերավ։ Հենց այդ ժամանակ առյուծը մտավ քարայր։ Աղոթելով Աստծուն, նա դարձավ դեպի էշը և տեսավ, որ նրա ուղեղը չկա։ «Էս ինչ բան է», մռնչաց նա, «դու համարձակվել ես էշի ուղեղն ուտել, չէ որ դա բուժիչ տեղ էր, դրա համար ես հիմա քո գարշելի մորթին կհանեմ»։ «Մեր բարի տիրակալ», վնգստաց աղվեսը, «ես իսկի չեմ էլ մոտեցել այդ ավանակին, պարզապես մեզ անուղեղ էշ է պատահել և դա զարմանալի չէ։ Եթե այդ հիմարը ուղեղ ունենար, միթե կհավատար իմ անմիտ պատմություններին»։